Պետրոսը բերանը բացեց և ասաց. «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել, թե Աստծու կողմից աչառություն չկա, այլ բոլոր ազգերի մեջ, ով երկնչում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»։ Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին, ավետելով խաղաղություն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա է բոլորի Տերը։ Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլեայից սկսած ամբողջ Հրեաստանում այն մկրտությունից հետո, որը քարոզեց Հովհաննեսը։ Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, որին Աստված օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրեաստանում և Երուսաղեմում արեց նա, և որին սպանեցին խաչափայտից կախելով։ Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց և թույլ տվեց, որ նա երևա ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրված էինք, և որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, թե ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան։